այդպիսիք լինեն։ Հիմա կարճ անդրադառնամ կառավարության առաջարկներին։ Առաջինը մենք առաջարկում ենք դիտարկել սահմանվող ժամկետային միջակայքի ընդլայնումը, որպես ուղենիշ ընտրելով պասիվ իրավունքի համար նախատեսված ժամկետի կեսը 2 տարին 730 օր, իսկ այդ միջակայքում փաստացի ՀՀ-ում գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը կարելի է դիտարկել առնվազն 366 օրը։ Տիկին Ղազարյանի հետ էլ մենք աշխատանքային կարգով օրինակներ ենք քննարկել, հատկապես սեզոնային աշխատանքի մնացյալ թեմաների մասով եւ կարծում ենք, որ վերջին 2 տարվա ընթացքում 1 տարվա առնվազն 1 տարվա նստակեցության ցենզը կարող է համաչափ լուծում լինել այս տեսանկյունից եւ միաժամանակ սա այն միջակայքն է, որ իրականում պետությանը թույլ կտա հավաստիանալու, որ կա իրական կապ, այսինքն կա տևական ժամանակահատված, երբ որ քաղաքացին իր բնակությունը կապել է Հայաստանի Հանրապետության հետ։ Համակարգային միասնականությունն ապահովելու տեսանկյունից առաջարկում ենք համանման նստակեցության ցենզ նախատեսել նաեւ թիմ ընտրություններին եւ տեղական հանրակրվեներին մասնակցելու համար, այսինքն հաշվառման կանոնին զատ պիտի լինի նաեւ նստակեցության ցենզի նախատեսման կանոն։ Բացառությունների մասով արդեն տիկին Ղազարյանը նշեց, առաջարկում ենք, որ բացակայություններով, եթե դրանք կլինեն պայմանավորված դիվանագիտական ծառայություն անցնող անձանց ընտանիքի անդամ լինելու հանգամանքի հետ, ապա սա թույլատրվի որպես հարգելի բացառություն որպես այդպիսի եւ որոշակի տեխնիկական լուծումներ ենք առաջարկում, որոնք թույլ կտան երաշխավորել ընտրողների ցուցակների ձևավորման ժամանակ ռեգիստրի եւ սեկտի պատշաճ փոխգործելիությունը, որի արդյունքում մենք կկարողանանք ճիշտ ցուցակներ դուրս բերել ընդհանուր առմամբ եւ ուժի մեջ մտնելու ժամկետ, քանի որ պիտի նախատեսենք որոշակի ժամանակահատված, որի շրջանակներում որ քաղաքացիներին պիտի հնարավորություն ունենա ծանոթանալու նախաձեռնության, առաջարկում ենք դիտարկել հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետի սահմանումը եւ մի հարցի էլ ենք անդրադարձել, կարծում եմ ավելի ճշգրիտ կանդրադառնանք առաջին երկրորդ ընթերցման ձևաչափով, խոսքը վերաբերում է ռեզիդենտության ցենզի որոշարկմանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ օրենքով նախատեսվի այն մեխանիզմը, որը որ պիտի ստուգվի ժամկետը։ Գիտեք, որ այս պայծրությամբ մենք տարբեր հարցեր ունենք կարգավորման տեսանկյունից, այդ թվում երկքաղաքացիների մասով, որոնք կարող են օգտագործել այլ երկրի փաստաթղթեր, մուտք գործել Հայաստանի Հանրապետության փաստաթղթով եւ այսպես շարունակ։ Հետևաբար ունենք որոշակի լուծումներ նշмарված, բայց քանի որ կարիք ենք տեսնում բնականաբար նախ ներկառավարական մակարդակում քննարկելու մեր առաջարկը, այնուհետև նաև ազգային ժողովի գործընկերների հետ դիտարկելու արդյոք այն ընդունելի է թե ոչ, առաջին երկրորդ ընթերցման ռեժիմում առաջարկում եմ անդրադառնալ այդ հարցին եւ անպայմանորեն օրենքի մակարդակում նախատեսել որոշակի լուծում, որը որ նաև հնարավորություն կտա չեզոքացնել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են բերել վերջնական ցուցակների վիճարկմանը կամ տարբեր մտահոգությունների առաջ քաշմանը։ Շատ կարճ թերևս այսքանը հարգելի գործընկերներ, ինչ վերաբերում է տիկին Մինասյանի բարձրացրած հարցերին, առողջապահական նպատակով բացառությունները չի գրվել, կարծում եմ նախագծում հաշվի առնելով պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսված ընդհանուր բացառությունները, որտեղ չկա այդ կանոնը, բայց ոչ մի խանգարող հանգամանք չկա դիտարկելու եւ հասկանալու թե որքանով անվիճելի կարող է լինել պրակտիկորեն այս բացառության նախատեսումը։ Ինչ վերաբերում է բիոմետրիկ համակարգի ներդրմանը, բնականաբար սա պիտի նպաստի, որ մենք կարողանանք սահմանին շատ ավելի ճշգրիտ նույնականացնել քաղաքացիներին, անկախ նրանից թե որ փաստաթղթով անձինք մուտք կգործեն Հայաստանի Հանրապետություն, բայց պիտի նկատի ունենանք, որ դա եւս տևական ժամանակահատված է, մինչեւ նոր փաստաթղթերը ձեռք կբերվեն, բայց մենք կարիք ունենք մինչ այդ պահը նաեւ լուծելու այս հարցը եւ ապահովելու, որ առաջիկա այն ընտրությունները, որոնք որ տեղի ունենան այս արդեն օրենսդրական նախաձեռնության կանոնների կիրառմամբ լիահույս լինելով, որ ազգային ժողովը կողմ կքվեարկի նախաձեռնությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, քանի որ կառավարությունը առաջարկներով է հանդես եկել, բնականաբար կարող են կառավարության ներկայացուցչին նաև լինել հարցեր, հետևաբար հարցերի համար գրանցում կարող են, բայց չեն լինի։ Շնորհակալություն տիկին նախարար, հարգելի գործընկերներ, այդ դեպքում հարթակը բացում եմ մտքերի փոխանակության համար, ելույթներ, խնդրեմ պարոն Նազարյան։ Սա շատ կարևոր հարց է եւ մենք պետք է մեր հայրենակիցներին հնարավորին չափ մանրակրկիտ պարզաբանենք, թե ինչու են գնում այս քայլին։ Գնում ենք այս քայլին, որովհետեւ մեր ժողովուրդը հանգամանքների բերումով, դժբախտությունների բերումով սփռված է աշխարհով մեկ եւ որոշ երկրներում ունի շատ մեծ բնակչություն։ Ունենալով շատ մեծ բնակչություն, բնականաբար այդ մարդիկ գտնվում են այս կամ այն խոշոր բիզնես եւ այլ շահերի ազդեցության տակ։ Եվ ես
որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այստեղ ծնված, այստեղ անդադար ապրող մարդ, ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից, որովհետև ես չեմ ուզում, որ X մարդը, որը ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անձնագիր եւ չգիտես ինչու, օրինակ ես մեկին գիտեմ 91 թվականից մինչև 2026 թվականը Հայաստանում եղել է մեկ անգամ, այն էլ անձնագիրը փոխելու համար, այդ մարդը որոշի, թե ես, իմ երեխաները, իմ թոռները Հայաստանում ինչպես պետք է ապրեն։ Մենք, երբ որ մեկ ուզում է պատգամավոր դառնա, ինչ-որ չափանիշներ ենք դնում, ասում ենք դու մինչև այսքան պետք է Հայաստանում բնակված լինես, այլ երկրի քաղաքացիություն պետք է չունենաս եւ դա շատ ճիշտ է։ Բայց ընտրելու դեպքում ինչու ենք այսքան ազատ եղել։ Մենք այն երկիրն ենք, որը ունի դրսում ապրող շատ մեծ բնակչություն։ Ես որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց եթե ինչ-որ մեկը նեղ սրտում է այս փոփոխություններից, թող վերադառնան Հայաստան, ապրեն ու պատրաստվեն մյուս ընտրություններին։ Ես նկատի չունեմ Հայաստանի ապրող եւ գործի բերումով, առողջության բերումով, ուսման բերումով արտերկրում գտնվող մարդկանց ոչ։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով, օրինակ 90-ականների կեսերին չցանկանալով կրել դժվարություններ, գնացել են արտերկիր ու մոռացել են այս երկրի մասին եւ հանկարծ ինչ-որ մի բանի հիշում են եւ ուզում են գան քվեարկել։ Մենք պետք է այդ մարդկանց թողնենք քվեարկել, իհարկե ոչ։ Մենք պետք է ավելի խիստ լինենք։ Մենք պետք է օրենսդրական փոփոխություններ անենք եւ այդ մարդկանց, ովքեր տասնամյակներով բացակայում են, ընտրական ցուցակներից ուղղակի հանել։ Ես այդ առաջարկը դեռ 21-22 թվականին եմ արել, բայց դե բան չարեցին, չկարևորեցին։ Մենք եթե ուզում ենք պետություն դառնանք, այս հարցերը պետք է մենք արմատապես լուծենք, անկախ նայելով, չգիտեմ, ՄԱԿ-ի կոնվենցիայի այս ինչ կետին, երկրներ կան իրենց անվտանգությանն են նայում, նոր հետո ՄԱԿ-ի կոնվենցիաներին են նայում։ Մենք պետք է առաջնային համարենք միշտ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, բայց վերջին ընտրություններին մեր անվտանգությունը խաթարվեց, որովհետև ինչպես մեր մի լավ տաջիկ բարեկամ ունենք, որը Հայաստանում աշխատում է, Տաջիկստանից վերադառնալուց չի իմանում ինչի մասին է խոսքը բան, կամ եւ ուրախությամբ ասում եմ, գիտեք, մի հայ գործարար կա, հայերի համար օթանավը ձրի է սարքել, բոլորը անվճար գալիս են Հայաստան, բայց դե որ մենք տաջիկ էին, մեզանից փողը վերցրին։ Այս երևույթներն ենք մենք տեսել, այս սրան ենք մենք բախվել, ու այս սրանից հետո մենք ոնց պիտի թողնենք, որ սենց անլուրջ վերաբերմունք լինի մեր երկրի նկատմամբ։ Սիրում նորից եմ կրկնում, սիրում եք այս երկիրը, ձեր երեխաներին նախ եւ առաջ հայերեն գրել կարդալ սովորացրեք։ Սիրում եք այս երկիրը, ձեր երեխաներին ուղարկեք գոնե զինված ուժերում ծառայեն, որ հետո նոր քննարկենք։ Թե չէ տենց չի լինի, դուք ապրեք ինչ-որ միտեղ, հետո գաք ասեք, գիտես, մենք թքած ունենք, թե այս երկրի պաշտպանության համար քանի հերոս զոհվեց, քանի հոգի վիրավորվեց, կարևորը մեր գործն է։ Մենք հիշում եք այն մարդուն, որ ասեց եկել եմ քվեարկեմ գնամ, բայց վաղը կարող է խառնաշփոթ լինի, այսօր էլ գնալու եմ։ Բա լավ, մենք ինքնասիրություն, ազգային, մենք անհատական ինքնասիրություն, արժանապատվություն ունենք, բա ազգային ինչի չունենանք։ Եկեք ունենանք եւ շատ էլ մեղմ կարգավորումներ են, ուղղակի ես այդ 366-ը կառաջարկեի 365, շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ ելույթներ, խնդրեմ պարոն Ալեքսանյան։ Ես ընդհանրապես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ազյանին իր այս ելույթի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն պարոն Ալեքսանյան, այլ ելույթներ կարծես թե չկան, խնդրեմ տիկին Դավը։ Շնորհակալություն, շատ կարճ ելույթ եմ ուզում ունենալ, պարոն Ազարյանի հետ համաձայն եմ իրականում,
կարծում եմ ամեն ինչ ասվեց, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր հայրենակիցների հետ, ովքեր գտնվում են արտերկրում, ովքեր տարիներ շարունակ ապրել են այնտեղ եւ շարունակում են ապրել, սակայն Հայաստանի Հանրապետություն միայն գալ ընտրությունների համար եւ գնալ ընդունելի եմ համարում եւ ուզում եմ մի դրվագ պատմել այս ընտրություններից որպես օրենքի հիմնավորում մի քաղաքացի մոտեցավ ինձ եւ իր տան հասցեն էր հացնում ասաց որ չի հիշում վերջին անգամ երբ է եղել Հայաստանում եւ շատ դժվարանում է գտնել ասացի բա ինչ ես եկել ինչ եք եկել դե ասեց ընտրություններին մասնակցելու դա ինձ համար եղավ ամենա այդ վերջնակետն էր այն տղամարդու նման որն ասում էր ընտրեմ եւ գնամ քանի որ կարող է խառնվել երեխաներիս հետ եմ եկել դա էլ այդ օրինակներից մեկն էր որ մարդը նույնիսկ չգիտեր իրենց հասցեն ուղղակի փնտրեց գտավ տեղամասը ընտրեց եւ գնաց շատ ցավալի է որ Հայաստանի Հանրապետությանը այդպես են վերաբերվում եւ այդ մեր գործընկերներից մեկը մի անգամ լավ ասեց ընտրական туриզմի հիմքերը դրեցին այո սա ընտրական туриզմ էր ցավոք սրտի մարդիկ գումար վերցրեցին եկան ընտրեցին գնացին հետո գումարի հետ կապված էլ գալիս էին այստեղ խոսում էին բա դու ինչքան ես վերցրել կան դե գիտեք շրջապատում շատ մարդիկ կան մեկին շատ էին տվել բազմը տվողները կեսը գրպանել էին քիչ էին տվել Եվ սա ընտրական туриզմ էր եւ սրա մասին խոսելը ասելը որ այդպիսի բան չկա սահմանափակում է քաղաքացիների իրավունքները չի սահմանափակվում սա արդարություն է հաստատում եւ Հայաստանի Հանրապետությունում կենսական շահեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի ընտրեն մեր եւ մեր երեխաների ապագան այս օրենքը շատ կարեւոր եւ շատ ճիշտ օրենք է շնորհակալություն Շնորհակալություն Տիկին Դավոյան մտքերի